Վլադիմիր Պուտինն արձագանքել է իր հետ հանդիպումը չեղարկելու Թրամփի հայտարարությանը։ Ամենայն հավանականությամբ խոսքը հանդիպումը հետաձգելու մասին է, ասել է նա։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների կողմից Կիևին տոմահավք հրթիռների հնարավոր մատակարարմանը, Պուտինն ասել է. Ռուսաստանի տարածքում տոմահավկերի հարվածներին մեր պատասխանը կլինի շատ լուրջ, եթե ոչ ցնցող։ Թրամփը նախորդին չեղարկել էր ռուս գործընկերոջ հետ հանդիպումը։ Ես զգացի, որ անտեղի է Պուտինի հետ հանդիպում ունենալը, ուստի չեղարկեցի այն, ասել էր նա։ Կարծում եմ ժամանակն է Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցներ կիրառել, հույս ունենալով, որ դրանք չափազանց երկար չեն մնա։ Ամեն անգամ, երբ ես խոսում եմ Վլադիմիրի հետ, մենք լավ զրույցներ ենք ունենում, բայց հետո դրանք ոչ մի տեղ չեն տանում, ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։ Թրամփը նոր ռեկորդ է գրանցել։ Այս անգամ միջնախագահության 2 ժամկետների ընթացքում կառավարության գործունեության մասնակի դադարեցման, շաթդաունների ընդհանուր տևողության առումով։ Իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում կառավարությունը մասամբ փակ է եղել 36 օր, իսկ այժմ արդեն 22 օրից ավելի։ Ընդհանուր տևողությունը 57 օր է։ Նախկին ռեկորդը 56 օր սահմանել էր Միացյալ Նահանգների 39-րդ նախագահը, դեմոկրատ Ջիմի Քարթերը։ Մոտավորապես 1.400.000 պետական ծառայող կամ արձակուրդի է ուղարկվել կամ աշխատում է առանց վարձատրության։ Շաթդաունի պայմաններում շարունակում են աշխատել միայն նրանք, ովքեր ապահովում են կյանքի եւ գույքի պաշտպանությունը, այսինքն բժիշկներ, զինծառայողներ, ինչպես նաեւ նախագահը եւ կոնգրեսի անդամները։ Շաթդաունի պատճառը 2 կուսակցությունների սենատորների համաձայնության չգալն է բյուջեի նախագծի շուրջ։ Kill people that are bringing drugs into our country. Okay, we're going to kill them. You know, they're going to be like dead. Թրամփը խոստացել է սպանել բոլորին, որոնք թմրանյութեր կմատակարարեն Միացյալ Նահանգներ։ Կարծում եմ մենք ուղղակի կսպանենք մարդկանց, որոնք թմրանյութեր են բերում մեր երկիր։ Հենց այդպես մենք նրանց կսպանենք, նրանք կմեռնեն, ասել է նա։ Միացյալ Նահանգները վերջին շրջանում բազմաթիվ նավեր է ոչնչացրել, որոնք ըստ Թրամփի թմրանյութեր էին տեղափոխում Միացյալ Նահանգներ։ Հրապարակվել է Լուվրի կողոպուտից նոր տեսանյութ։ Այն ցույց է տալիս, թե ինչպես են ենթադրյալ գողերը փախչում օդային սանդուղքով։ Լուվրի կողոպուտը տեղի է ունեցել անցած կիրակի։ 4 գողերը պատուհանից ներս էին մտել թանգարանի Ապոլոն սրահ եւ տարել թագավորական զարդեր։ Դա անելու համար նրանցից պահանջվել էր ընդամենը 7 րոպե։ Վնասը գնահատվել է 88 միլիոն եվրո։ Գողացված զարդերն ապահովագրված չեն եղել։ Հանցագործների որոնումները շարունակվում են։ Ֆրանսիայի արդարադատության նախարարը նախկինում կողոպուտն անվանել էր ծախողում երկրի համար։ Սարկոզի շան որդի վեր կաց, դու սպանեցիր Մուամար Քադաֆիին։ Ֆրանսիայի Սանտեի բանտից տարածվում են տեսանյութեր, որտեղ լսվում են վիրավորական վանկարկումներ ուղղված Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին։ Նրա անվտանգության ապահովման նպատակով շուրջօրյա հսկողություն է սահմանվել բանտում։ Հիշեցնենք, Սարկոզին դատապարտվել է հնգամյա կալանքի իր նախագահական քարոզարշավի համար Լիբիայից ֆինանսավորում ստանալու համար։ Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է մարդակերպ Optimus ռոբոտների միլիոնանոց բանակ ստեղծելու ծրագրերի մասին։ Նշվում է, որ ռոբոտների լիարժեք արտադրությունը կսկսվի 2026 թվականի վերջին։ Նոյեմբերին Տեսլայի բաժնետերերը կքվեարկեն տնօրենների խորհրդի առաջարկի օգտին։ Մասկին հաջորդ 10 տարիների ընթացքում $1 տրիլիոն վճարելու վերաբերյալ։ Գործարքը նաև Մասկի բաժնեմասը Տեսլայում 13%-ից կհասցնի մինչև 25%։ Սակայն Մասկն այս գումարը կստանա միայն այն դեպքում, երբ հասնի պահանջվող ցուցանիշներին։